Եթե նրանք լինեին իսկապես եվրոպացի, ոչ թե պոռնակացի, այլ եվրոպացի, ասեն ինքնորոշման իրավունքը անքննելի է։ Ինքը ուզում է պատերազմի սպառնալիքը օգտագործել վախվորած մարդկանց էլ ավելի վախեցնելու համար։ Այս մարդը իշխանության է եկել Սերժի սահմանադրությունը մերժելու կարգախոսով, բայց չի փոխել, հարմարեցրել է իրեն փոքրիկ անգրագիտ։ Հայաստանը հզոր է իր քաղաքացիներով, պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին կողմ դարձրած Ալիևը բռնապետ է։ Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք ամեն տեսակի կապիկներից։ Բոլորի ճակատին ու քամակին գրածեր դուխով, չէ՞, բայց ինչ եք անել։ Այլ դու իրավունք չունես մասնակցելու ընտրություններին, որպես կոռուպցիոն հանցախմբի ղեկավար։ Հենց դրանից խախտում է տեղի ունենում Ալիևներն ու Նիկոլները ասպարեզում տեղ են ստանում։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք առավել մեծ նպաստ ունենալ մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին եւ որի հղումը կարող եք գտնել վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Մեծ սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրին, այ առաջնորդ Պարույր Հայրիկյան, հարգանքներս բարով եք եկել։ Փոխադարձ։ Պարոն Հայրիկյան, Երևանի սկսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումներից ու գանք մեր երկրում տեղի ունեցող գործընթացներ։ Եվ այսպես, Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարօրինակ են թվում։ Սա Ռուսաստանի անվտանգության խորհուրդն է հայտարարություն արել, ինչի մասին է սա վկայում։ Երևան, Մոսկվա լարվածության վերջնագծի ինչ է կատարվում այս հարթույթում։ Եթե մենք փորձենք լուրջ անդրադառնալ խնդրին, իրենց տարօրինակ պիտի թվար այն, որ ժամանակին իրենք հենց այնպես ստացան երկաթուղին, մեծ ներդրումներ կատարելու խոստումներով։ Ինչպես բոլորս գիտենք, մեծ ներդրումներ չեն կատարվել, նոր ճանապարհներ չեն կառուցվել, քանդվածները չեն վերանորոգվել, այնպես որ այսօր մենք արվել է, աշխատանք արվել է, հատկապես։ Աշխատանք ցանկացած տուն պահելու համար ինչ որ գործանում ես, բայց եթե այդ տունը դու հենց այնպես ստացել ես, պիտի քո ներդրումները մի քիչ նկատելի լինեին, քննադատական խոսք շատ է հնչել, բայց ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, Հայաստանի իշխանությունները որևէ խնդրի վերաբերյալ նաև միջազգային ատյաններում սկզբունքային վերաբերմունք ցույց չեն տվել առայժմ։ Եթե անգամ խոսում են խաղաղության մասին, մանավանդ այդ հարցում իրենք ցույց են տալիս իրենց անիրազեկությունը միջազգային հարաբերությունների, հետո ընդհանրապես աշխարհում տիրող գլխավոր մոտեցման, այն է պատերազմի սպառնալիքը խստորեն դատապարտելի է։ Իսկ իրենք գիշեր-ցերեկ պատերազմի սպառնալիքով վախեցնում են ժողովրդին։ Ուրեմն իրենց կողմից այդ ուղղությամբ կատարվող հայտարարությունները, դրան Ռուսաստանի արձագանքները պիտի բոլորիս հասցնեն այնտեղը, թե ելակետը որն է եղել։ Ինչու հենց այնպես եկամտաբեր, ի վերջո եկամտաբեր է։ Միայն հանքանյութի տեղափոխումը արդեն բավական է դա ընդգծելու համար։ Եվ մանավանդ քանի որ Աբխազիայում է Հայաստան-Ռուսաստան երկաթուղու հատված ընդհատված, Աբխազիան Ռուսաստանի ենթակայության տակ է, ասենք այդտեղ լուծումներ, 2 տասնամյակում լուծումներ երկաթուղին զարգացնելու ուղղությամբ չարվեցին, բայց պիտի որևէ հայ մարդ, մանավանդ հայ իշխանավորները շատ վիրավորական համարեին, Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ պիտի համարեին այն, որ Հայաստանի երկաթուղին հանկարծ կոչվեց Հարավկովկասյան երկաթուղի։ Ես դրա մասին հրապարակումներ արել եմ, որովհետև ինչ է նշանակում Հայաստանի տարածքում Հարավկովկասյան երկաթուղի անունով ինչ որ կառույցի գործունեությունը։ Դա նշանակում է մեղմ արտահայտվեմ, անկախության հանրաքվեի որոշման վրա արհամարհական հայացք նետել։ Մենք անկախության հանրաքվե ենք արել այն բանի համար, որ Հայաստանում ամեն բան պատկանի հայ ժողովրդին։ Եվ հանկարծ Հայաստանի երկաթուղին կոչվում է Հարավկովկասյան երկաթուղի։ Այդ բոլորը նույնպես պետք է ստիպեր հարգանքով միջազգային իրավունքի ենթակա Հայաստանին ընկալող որևէ գործի համար հայ կամ օտարազգի հասկանալու որ ինչ որ բան այն չէ, բայց Նիկոլ Փաշինյանը անում է որևէ բան միայն նյութական ակնկալիքների համար, նրա համար այլ բան գոյություն չունի։ Այդ թվում անկախության հանրաքվեի մասով, անկախության հռչակագրի վերաբերյալ ինքը մի գերխնդիր ունի, նյութական ասածը վերաբերում է նաև իշխանություն ունենալուն։ Նա պիտի իշխանություն ունենար, չէ՞ որ ապօրինաբար
պարգևավճարներ տար, դրանք ապօրինի վարձատրություններ են, դա քրեորեն հետապնդելի արարք է։ Ասպա տալիս ենք, որ կաշառք չվերցնեն։ Տեսեք, առավել ևս, կաշառք վերցնելը քրեական հանցագործություն է։ Ուրեմն դու պիտի բոլոր գողերին նվիրատվություն տաս, որ գողություն չանեն, դա անհեթեթ է։ Այսինքն բոլոր նրանց, ովքեր որ հանցավոր դրսևորումներ ունեն, ասպարեզ պիտի տրամադրես։ Երեխա ժամանակ մի գիրք կարդացել եմ, որտեղ բոլորը շքանշաններով էին շրջում, եւ անծանոթ մարդը քաղաք է մտել, ասում ինչի է շքանշան ստացել, ասում մի մարդ եմ սպանել, կարող է 3-ին սպանել, 1-ին եմ սպանել։ Հիմա սա պարգևավճարներ բաժանեց, որպես այդ պարգևավճարների հսկայական գումարներ 1/4 ստանալով նախընտրական հսկայական միջոցների տեր դառնա։ Ինքը առաջնորդվում է միայն եսակենտրոն եւ իր վերած բոլոր հիմնավորումները ընդհանրապես իրենց այդ եսակենտրոն կեցվածք արդարացնելու համար է։ Պարոն Այրիկյան, սենց զրույցը գնաց, խնդիր չկա։ Ինչ ասում Հայաստանի այսօրվա ղեկավարը։ Ասում Արցախյան շարժումը ընդհանրապես անիմաստ էր, հա։ Դա մեզ տանում էր դեպի պատերազմներ։ Ընդհանրապես մենք դիզերկվենք, պետք մոռանանք Արցախ բառը եւ այլն եւ այլն։ Ցանկացած ստորակար շարժած ասում է, որ արդարության ձգտումը անընդունելի է։ Պիտի շահերով առաջնորդվես։ Նիկոլի մասին չի խոսքս։ Որևէ ստորակար շարժած նրա համար արդարություն հասկացություն գոյություն չունի։ Նրա համար գոյություն չունի ինքնորոշում հասկացություն։ Ինձ համար սարսափելին այն է, եւ ես դրա մասին խոսեմ, վստահ եմ, որ առիթ կներկայանա, որ համաշխարհային հանրությունը կամ Պուտինը ասում է Նիկոլ, դու որ ասեցիր Արցախը Հայաստան Ադրբեջանի կազմում է, մենք էլ որ բայց Նիկոլ Աստված է։ Նիկոլը բոլոր հարցերին դատավորն է, դե ինչ եք դες ապուշի տեղ դրել։ Կամ Պրագայում հետո ինչ որ դու հայտարարեցիր, եթե նրանք լինեին իսկապես եվրոպացի, ոչ թե պոռնակացի, այլ եվրոպացի, պիտի ասեն ինքնորոշման իրավունքը անքննելի է։ Դու քո վերաբերմունքի մասին խոսիր, ոչ թե ասա Արցախը Ադրբեջանի կազմում է, այլ ասա ես վախենալով Արցախի ճնշմանը ենթարկվում եմ, բայց ինքնորոշման իրավունքը անքննելի է։ Այսինքն Պուտինը պիտի Նիկոլից ավելի հայ լիներ։ Չէ, հայ լինելու հետ կապ չունի, մարդ լինելու մասն է խոսքը։ Ինքնորոշման իրավունքը ժամանակակից քաղաքակրթության հիմքերի հիմքն է։ Ես պատահական չի, որ սովետական միության առաջին կազմակերպությունը, ես այն ժամանակ չգիտեի, որ դա առաջինն է, գիտեի, որ էլի ինչ որ դրսևորումներ կան, Նավադվորսկայի, Ժիրինովսկու, որ ինչ որ քայլեր են անում։ Բայց երբ ազգային միացյալ կուսակցությունը, որի 60-ամյակը իդեպ լրանում է հենց այս օրերին, ազգային միացյալ կուսակցության 58 տարվա ղեկավարն եմ ես, այնպես որ ես միայն իրավունք ունեի ընդհատակից անել եւ ընդհատակից որ հանեցինք քաղաքագիտական փոփոխություններ կատարեցինք, ազգային միացյալ կուսակցություն չի կարող լինել, կուսակցություն նշանակում է մաս, հայերեն կույս գրաբարով, այս կողմը, անգլերեն part նշանակում է մաս։ Դրա համար դարձրինք միավորում, եթե ազգային միացյալ է, եւ միացյալ բառի փոխարեն գրեցինք ինքնորոշում, որտեղ եթե դու ազգ բառն օգտագործում ես, դա նշանակում է միասին, բոլորը իրար հետ։ Իսկ միավորումը այդ դեպի ինքնորոշման գաղափարը ձգտողների միավորումն է։ Այնպես որ այդ ինքնորոշման մասին որ խոսում ենք, դա այսօր Հայաստանը աշխարհում գոյություն ունեցող մոտ 200 պետություններից կեսից ավելին ինքնորոշման սկզբունքի հիման վրա են պետականություն ստացել, քանի որ մարդկությունը դա ընդունում է։ Ու այդտեղ ուղղակի ապշելու բան է, որ հանկարծ Նիկոլ կոչված խեղկատակ, որովհետև ինքը պետք է ինքնորոշման բառի իմաստը հասկանար։ Արցախյան ինքնորոշման շարժումը, որը համամարտկային նշանակություն ունեցավ։ Ես կարող եմ, գիտեք, ուրիշ մարդ չի կարող դա վկայել։ Ես 88 թվականին, երբ արտաքսված էի, հանդիպեցի հունգարական էմիգրացիոն ղեկավարների հետ։ Նրանց առաջին խոսքը այդպես դողդողալով, երկրպագելով կարծես, պարոն Հայրիկյան, ձեր ժողովուրդը գիտակցում է, թե այն ինչ ինքն այսօր անում է, որքան կարևոր է մեր բոլորի համար։ Ես դրա վիդեոներն ունեմ, տեսագրություններն ունեմ։ Այսինքն, հանկարծ այդ երևույթի նկատմամբ իր վախերից ելնելով ասում եմ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, այ փոքրիկ անշնորհք։ Դու կարող ես ասել, մենք Հայաստանի կազմում չենք ճանաչում, բայց Ադրբեջանի կազմում արցախցին պիտի որոշի։ Իհարկե։ Ինչ իրավունք ունես դու ինքնորոշման եւ սարսափելին իհարկե նաեւ որ եվրոպական իդիոտները, ես գիտեք, ամենահին Եվրոպամետն եմ, քաղաքակիրթ աշխարհի կողմնակիցը եւ նրանք էլ աջակցել են մեզ այն ամենալուրջ պայքարում։ Հեսա ձերում գալու են շուտով։ Չունեմ որոնք էլ մերոնք Եվրոպացիները միշոմա կողմնա գալի եվրոպացիներն գալիս են Հայաստան մայիսին այո գալու են ասեք bienvenue բարի գալուստ կամ welcome թողան թողան մենք դեմ չենք դրան որովհետև Եվրոպայի ընդհանուր առմամբ թերություններից մեկն այն է որ
երբեմն նրանք ազատությունները չարաշահում են։ Ասենք սովետական բռնապետությունը չարաշահում էր իշխանության իրավունքը, նրանք էլ մարդու իրավունքների հարցում երբեմն հասնում են մերժելի դրսևորումների, մերժելի որևէ սկզբունքային կեցվածքի պայմաններում։ Այնպես որ Նիկոլի խոսքերին Հայաստանի ներկա իրավիճակը կապելը նշանակում է Նիկոլին աստվածացնել։ Նիկոլը հերթական մեզնից մեկն է, հերթական այն մարդկանցից մեկը, որ վաղը պիտի ճիճուները ուտեն։ Նա աստված չի, որ նրա իհարկե աստված չի, բայց պարոն Հարիկյան, դուք փորձառու քաղաքական գործիչ եք, նույն Նիկոլները եւ այդ թվում նաեւ ես չկայի, երբ որ դուք, հա, գործունեություն եք ծավալում։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի ղեկավար։ Որն է նրա տեսլականը։ Խաղաղություն դրել է, ասում է խաղաղություն։ Մյուս կողմը ասում է, եղբայր, ես պետք է անես, դրանից հետո էլ հարց է, մենք կորոշենք։ Հիմա սա խաբեություն է, ինքնախաբեություն։ Ուզում եմ հասկանամ, կարող է ես լավ չեմ ընկալում, այս մարդը իսկականից աստված է։ Ուր է մեզ տանում, ինչ ասում, ասում է, ես եթե չեղա, ինչ ընտրեցի խաղաղություն չելնելու, պատերազմ անել։ Տղա ջան, որտեղ է։ Չէ, առաջ գնաց վերջերս։ Ու հարցերը շատ են, ամենից։ Վերջերս արդեն ասաց, որ կարող է ես էլ լինեմ, ու էլի պատերազմ լինի։ Ախ, ոնն ու что։ Թե չէ, առաջ փորձում էր դա օգտագործել, տեսավ, որ դա այնքան էլ համոզիչ չի, ամեն դեպս ուզում է ինչ որտեղ ճշմարիտել Երևան, ինքը ունի մեկ գերխնդիր։ Հիշեք, հայ իրականության մեջ սա միակ մարդն է եղել, երևի աշխարհում էլ, որ համարձակվել է ասել, կամ ես պիտի լինեմ աթոռակիրը, կամ ուրիշ մարդ պիտի չլինի։ Ասին կամ ես պիտի լինեմ վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չունենա։ Դրանից ավելի մեծ ստորություն որևէ մարդ ասել չի կարող։ Սովորաբար ասում են, եթե իմ լինել ինչ-որ բանի խանգարում է Հայաստանում, ես կհեռանամ, միայն թե Հայաստանը լինի։ Իսկ ասում են, կամ ես պիտի աթոռին լինեմ, կամ Հայաստանը վարչապետ պիտի չունենա, դա սարսափելի բան է։ Հիմա այդ մարդու մասին եք դուք ինձ հարցնում եւ տեսեք, եթե հիշում եք նախնական փուլում երբ ինք ասում էր մերժիր Սերժին, ես առաջիններից մեկն եմ եղել եւ գիտեք ուրախ եմ շատ, իմ նախագահությունը հակադրվեց։ Ասեցին դու մոռանում ես Նիկոլը ինչեր է գրել քո մասին, այմի մասին, քո մասին, որպես Լևոնի այն ժամանակ Լևոնի կողմնակից էր ինքը գրում։ Ասեցին մենք չենք կարող կողմ քվեարկել նրան ընդառաջել, ասում լսեք, մենք սահմանադրության նախագիծ ենք տվել, որ դրել շրջանառության մեջ, որը Սերժ Սարգսյանը պարտակել է, թաքցրել է։ Մարդկային հարաբերություններում լավ էինք, բայց ինքը ցույց տվեց, որ հայ ժողովրդի թշնամին է Սերժը։ Մենք տվել ենք նախագիծ, որով հայ ժողովուրդը դառնում է իր ճակատագրի տերը։ Դրա համար ես Նիկոլին խոստացել եմ, որ այդ պահին ես Հայաստանում չէի, հեռվից հեռագիր ուղարկեցի, որ ողջունում եմ քո շարժումը, մերժիր Սերժի սահմանադրությունը։ Ու սա ինչ եմ ասում, երբ ես լսեցի այդ արտահայտությունը, դրանից առաջ հրապարակավին ասեց, մենք պիտի Ռևկոմ ստեղծենք, ասես սպասիր, սա գիժ է։ Ռևկոմի դեմ հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով Ռևկոմներից հեռացել է, ասել է ոչ սովետական միությանը։ Այն ժամանակ փոխանցեցի, որ այդպեսի բան պիտի չհամարձակվես ասել, բայց երբ վարչապետի մասին ասեց, մեկ էլ են Դուխովը, այդտեղի մոտ ամեն ինչ վերջացավ։ Հիմա մենք խոսում ենք հենց այդ նույն մարդի մասին, որը իր եսը իշխանատենչական դա հատկապես բնորոշ է այն մտագարներին, որոնք որ բարդույթներ ունեն։ Օրինակ տեսեք 96 թվական փաստը չէ, ես 91 թվականին երկրորդն էի նախագահական ընտրություններում։ Ձայները իհարկե բավական կեղծված էր, բայց դա չի կարևոր, երկրորդն էի։ 96-ի ընտրությանը ես հասկացա, որ մեր դեմ խաղ չկա, 100% էլ ստանանք, մեկը իշխանությունը չենք տա եւ այլ, այդ մտայնության դեր մարդկանց պետք է հեռացնել։ Դրա համար ինչ միակ ձևն այն էր, որ ես միավորեի բոլորին, ասեցի տղերք, ես հանում եմ իմ տեխնատությունը։ Եկեք միասին գնանք ու ստացվեց։ Դրա արդյունքում էր, որ 2 տարի հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հրաժարական տվեց, հասկանալով, որ ինքը աշխարհի կողմից չի ընկալվում որպես լեգիտիմ նախագահ, այսինքն օրինականորեն ընտրված։ Հիմա որևէ մեկը, եթե ազգային գործերի է մասնակցում, պիտի պատրաստ լինի։ Ես չէի համարձակվի դա ասել, եթե ես օրինակ ցույց տված չլինի։ Պիտի պատրաստ լինի հասկանալով, որ հանուն ազգային բարձր նպատակների կամ ազգի բարօրության պիտի ինքը հիմա դուք հարցրեք նաև խաղաղության մասին։ Գիտեք ինչ կա, աշխարհը ունի բանաձևեր, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հստակ նշված է։ Նիկոլ Փաշինյանը ոչ 44 օրյա պատերազմի ժամանակ դա օգտագործեց,
որովհետև շարքային մորագարի նման ինքը կարծում էր, թե ինքը իր այդ կիսատ պռատ գիտելիքներով պիտի հաղթի։ Հիմա էլ գիտեք նոր հարց բարձրացվեց, որ այն հատվածը, որը ինքն է ղեկավարել անմիջականորեն, այդ հատվածից է եղել Չեխովը։ Ուրեմն Օնիկ Գասպարյանը չգիտեմ ինչի փակ քննարկում ա ուզում, բաց խոսա։ Իհարկե, կատարված իրողության մասն է։ Փակ քննարկումները սովորաբար լինում են այն բանի մասին, ինչ որ պիտի հետո տեղի ունենա։ Ես հետաքրքրական եմ, որ դուք եք նկատել, ինչ փակ քննարկում։ Ումից էս փակ պահում, Եռաբելուրա կրկնապատկվե, Արցախ չունենք։ Գիտեք, չէ, արդարադատությունը, օրինակ Մոսկվայում Ստեփան Զատիկյանի եւ մյուսների գնդակահարության դեմ քննարկումները, իհարկե հիմնական տեղում Սախարովներ, ինձ էլ որպես վկա քննեցին, բայց ես իրենց պիտանի որևէ բան չէի էլ կարող ասել, դրա համար դատարան չտարան, բայց մի բան էր ասում էր, եթե փակ պայմաններում եք դատավարությունն անցկացնում, հանրային հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ, դա արդար չէ։ Այսինքն համաձայն եմ դες հետ, որ դա բաց պետք է քննարկվի։ Եվ տեսեք, ոչ այն ժամանակներում ինքն ասեց, մեծ պատերազմ է հայտարարված, կարող էր հանգիստ ասել, գիտեք, սրանից 28 տարի առաջ էլ Ադրբեջանը փորձեց ուժով հարցերը լուծել, հակադրվելով ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին, հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, այն ժամանակ ինքը պատժվեց, հիմա մինչև այդ պատժի պահը հասնելը, ես դիմում եմ աշխարհին, որ Միավորված ազգերի կազմակերպության խախտումով պատերազմ են սկսել այն հարցի վերաբերյալ, որը Մինսկի խմբի վերահսկողության տակ է, չարեց դա ինքը։ Ու հիմա էլ փոխանակ ինքը հենց Ալիևը բառ է ասում, ինքը անմիջապես ՄԱԿ-ի արտակարգ նիստ պիտի պահանջեր։ Մեզ պատերազմով են սպառնում։ Մենք ինչ որ համաձայնագրեր ունենք կնքած, բայց պատերազմով են սպառնում։ Չի անում, որովհետև ինքը ուզում է պատերազմի սպառնալիքը օգտագործել վախվորած մարդկանց էլ ավելի վախեցնելու համար։ Բացի այդ ինքը իր անբարոյական, երբեմն այդ անբարոյականից դրսևորումները որ թույլ է տալիս, առաջին հերթին նկատում եմ մշտական ստախոսությունը։ Ինքը գիտի, որ հանրության մեջ կա մի 10-20%, որ դրանով է ապրում։ Իրենք ճիշտ են համարում, որ հանուն ինչ որ նպատակների կարելի է ստել կեղծել։ Ուզում է դրանց ձայների տերը լինել։ Այսինքն իշխանական համակարգի ձայները, որոնց կաշառում է ինքը, այդ բոլոր պարգևավճարները դրանք ընտրակաշառքի տարբերակ են։ Եթե բիզնեսմենները ընտրակաշառք բաժանում էին իրենց կուտակած միջոցներից, սա քաղաքացիներից հարկերը հավաքում է եւ բաժանում է որպես ընտրակաշառք։ Ասում է, տեսեք, այդ լավ փող եմ տալիս, լավ պիտի աշխատեք, ինձ ծառայեք։ Դուք կարծում եք, որ չունի ասենք ժողովրդական թեկուզ 4%-ների աջակցություն։ 20%-ը շատ մեծ տոկոս է։ Որևէ մոլագարի համար 20%-ը այդ վարչական ռեսուրսով բանա։ Վարչական ռեսուրս եւ փչացածների։ Հանրության մեջ ինչքան մարդ հասցրել է փչացնել, այդ բոլորը իրեն պիտի ձայն տան։ Դեմ նմանը զնմանին կսիր է։ Ինչքան փչացած կա, չեմ նշում որ ոլորտները, լավ, ստախոսներն ասենք։ Ինչքան ուրիշի հաշվեն ապրել կամեցող կա, ինչքան փչացած կա, ինչքան ստախոս կա, դրանք պիտի ասում Նիկոլից լավը չկա։ Չեմ ուզում նշել, որ որևէ շերտ չնեղանա։ Անահիկյան, իսկ աշխարհաքաղաքական կոնսենսուս կա Փաշինյանի պարագայում, որովհետև Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման էլ արվատություն տեսանք։ Թրամփի գործերը այդքան էլ լավ չեն, հա, Իրանում ոնց որ չի ստացվում հաղթանակը։ Իրանում այնպես չի, որ Փաշինյանը իրեն սրտի թեկնածու։ Չէ, Իրանը ուղղակիորեն իրեն դրսևորել է որպես թշնամի հայազգի։ Օրինակ, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ 44-ը ինքը կարող էր միջոցներ ձեռնարկել, բայց ինքը իր խնդիրը համարեց շնորհավորել։ Որքան էլ որ ես կներեք, բայց Հայաստանն է, ասենք ընդունում Ադրբեջանի տարածքայինը, Իրանից մենք ինչ ենք ուզում, եկեք։ Մենք Իրանից ուզում ենք, որ ինքը պատերազմի ժամանակ, այս վերջերս օրինակ փաստաթղթեր, վերջերս ասած անցյալ տարի Հայաստանի դեմ փաստաթուղթ ընդունվեց, որ իբր հայերը բռնի արտաքսել են ադրբեջանցիներին։ Դա տեղի ունեցել սովետական միության տարիներին։ Սովետական միության տարիներին անգամ Սումգայիթի համար, երբ մերոնք հարց էին բարձրացնում, թե ադրբեջանցիներն ասում են դուք ապուշ չեք։ Ադրբեջանցիք նույնիսկ մի այլախոհ չեն ունեցել։ Հայաստան ունեցել է մոտ 200 այլախոհ։ Ընդհանուր այդ համաշխարհային պատերազմում նրանք նույնիսկ մեկ այլախոհ չեն ունեցել։ ունեցել։ Շնորհքն է, որ այսօր Սյունիք ունենք, ախր այդպես չի։ Ներողություն, Իրանի շահն է, որ ինքը նաև Հայաստանի միջոցով կապ ունենա այս այն շրջանի։ Համընկել է, բախտերս բերել է։ Եկեք դա Սրա մնա էսի Սյունիքն էլ կտարի։ Գիտեք ինչ կա, դեռևս 19 տարեկան հասակում երկու թերթում, երկունք իմ հրատարակած թերթներ, երբ դարձա ԱՄԿ-ի ղեկավար, 69 թվականի սկզբին գրել եմ, բոլոր պետությունների համար շահն է որոշիչը։ Եվ ես չեմ մեղադրում Իրանին, որ ինքը իր շահն է գերադասում, բայց չեմ ուզում, որ մենք մտածենք, թե Իրանը բարեկամ պետություն է, երբ ինքը որոշում է, մուսուլմանական երկրները հավաքվում են 25 թվականին, որոշում են ընդունում Հայաստանի դեմ խայտառակ որոշում։
եւ Իրանը մեծ հաճույքով դնում է իր ստորագրությունը, ոչ մի վերապահում։ Այնպես որ նկատի ունենանք, որ Իրանի շահը մեր շահերի հետ ինչ-որ չափով կարող է համընկնել, բայց ցավոք սրտի Իրանը բարեկամ պետություն չէ։ Բարեկամ չէ նաեւ Ռուսաստանը։ Եվ գիտեք ինչ կա, այստեղ ճշմարտության մասին է խոսքը, նախասիրության մասին չի խոսքը։ Ես ռուս ավելի շատ ընկերներ եմ ունեցել իմ պայքարի ընթացքում, քան հայ ընկերներ։ Չնայած դեռ 73 թվականին մեր հիմնական կարգախոսներից մեկն էր Գորչյան ռուսները, կեցի անկախ Հայաստանը։ Դա քաղաքական կարգախոս էր։ Եվ ռուս դեմոկրատները հասկանում են, որ դա քաղաքական կարգախոս է, բայց մյուսներն ասում են, ոնց տեսեք Հայրիկյանը ինչա կա ռուս է։ Մինչև ռուսներն ասեցին, մենք Հայրիկյանից ենք լսել, որ դեմոկրատական Ռուսաստանը կարող է լինել մեր բարեկամը։ Ոչ դեմոկրատականը, սեփական ժողովրդի նկատմամբ դժնամաբար տրամադրված Ռուսաստանը մեր բարեկամը լինել չի կարող։ Իրենք այնքան գեղեցիկ վերլուծեցին, մատուցեցին, որ այդ Հայրիկյանի հակառուս լինելը վերացավ, բայց Ռուսաստանն էր, չէ, ճշմարտությամբ են հրաշվեցում, երաշխավորել էր Արցախի անվտանգությունը ու չկատարեց։ Չկատարելուց հետո ներողություն չասեց։ Ավելին չմեղադրեց Ադրբեջանին, այլ առիթ գտավ, որ Նիկոլը մի ապուշություն է դուրս տվել, ասում է քո ասելուց հետո մենք բայց դու բան ես ստորագրել։ Ոչ միայն ստորագրել ես, քո նախագիծն է, դու ես Պուտինն ասում էր, չէ՞։ Ինչ վերաբերում է արևմուտքի հետ, որ ասում է։ Ձեզ այդտենց հարմար է տենց ասեք, լավ, չեմ ընդդիմանում։ Դուք հարցրիք ինձ, թե կա միասնականություն Հայաստանի նկատմամբ։ Իրավունք տեսակետ է լինելու։ Հայաստանի նկատմամբ կա կոնսենսուս, դա հարցրիք, եւ ես սկսեցի Ռուսաստանից, որպեսզի ասեմ, որ Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ բնականաբար կոնսենսուս հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր ապիկարը Մինսկի խումբը չլուծարեր։ Ենթարկվելով Ադրբեջանին։ Հիմա post-factum։ Բայց հիմա կոնսենսուս, եթե դուք նկատի ունեք Նիկոլի իշխանության գալու հարցում, այո, իհարկե։ դուրակ նախոտկա լյար շպիոնա։ Շպիոն նշանակում է թշնամի։ Հիմա եւ Ռուսաստանի, եւ Ամերիկայի, եւ Ֆրանսիայի մյուսների համար, երբ որ Հայաստանի ղեկավարը մտախեղ է, դուրակ չասեմ էլի, որ տարօրինակ է իրեն դրսևորում, բնականաբար իրենց համար ցանկալի է, որ այդպիսի մեկի հետ գործ ունենան եւ չունենան գործ այնպիսի մեկի հետ, որը սկզբունքայնություն ունի եւ գիտի միջազգային իրավունքի սկզբունքային դրույթները։ Բայց բոլոր կենտրոններին է ձեռնտու այսպիսի մեկը։ Դե իհարկե, ձեռնտու է բոլորին։ Անկամ ենթարկվող, եթե լեգիտիմության հարցը չկա, պարոն Հայրիկյան։ Լեգիտիմությունը այստեղ Չէ՞ որ Տեր-Պետրոսյանի օրինակը հիշեցիք, հիմա սրան մի 20, լավ 30% թող լինի, բայց դա լեգիտիմություն չի։ Ակնհայտորեն լեգիտիմություն չի։ Դե տեսեք, եթե մեր քաղաքական դաշտում չեն կարողանում հասկանալ, որ այս մարդը իշխանության է եկել Սերժի սահմանադրությունը մերժելու կարգախոսով, բայց չի փոխել, հարմարեցրել է իրեն։ Ավելին։ Հետևյալը նաև այս սահմանադրության նախագիծը վերցված է Մուսոլինիից։ Հայաստանում գործում է Մուսոլինիի, բռնապետ Մուսոլինիի սահմանադրությունը։ Ասում ես, չեն լսում։ Երկու բան կա, ասում ես, անթույլատրելի չեք համարում, որ Մուսոլինիի սահմանադրությամբ ենք ապրում Սերժի կամքով։ Հանրապետականներին ձեզ նեղանում են։ Պատմություն է, ճշմարտությունը ուսումնասիրեք։ Հաջորդը, դուք չեք նեղվում, որ նա ով իշխանության եկավ Սերժի սահմանադրությունը մերժելու կոչերով, այսօր այդ սահմանադրությամբ է ապրում եւ փոփոխություն կատարելուց հետո էլ ասում է պետական համակարգը պիտի թողնենք այն ինչ որ կա։ Գիտեք իրենց այս նախագծի մեջ դա իմ մասնագիտությունն է, դրա համար մի երկու խոսք ասեմ դրա մասին։ Իրենք ասում են այդ տեղյակ եք այդ նախագծից։ Իհարկե։ Չկա։ Նախագիծը չկա, շատ ճիշտ եք ասում, բայց այն դրույթները, որոնք կան արդեն, դրանցից մեկը ամենակարևորն է։ Նույնիսկ իրենց այդ խորհրդի կազմում մի քանի հոգի ինչ որ չափով մտածող մարդիկ այդ խորհրդում կան, սահմանադրական ոչ թե ինչ որ չափով, ի վերջո պատկերացումներ, մոտեցումներ ունեցող մարդիկ կան, նրանք պահանջում են, որ կայուն մեծամասնության սկզբունքը Մուսոլինիից եկող հանվի։ Դա նշանակում է մեկը կարող է ունենալ 15%, մյուսները ունենան 11, 12, 13%, այդ 15%-ով ստանում է 60%-ը։ Դա խախտում հենց իր սահմանադրության մեջ ամրագրված դրույթները համամասնական ընտրություն, համամասնական նշանում է ինչ տոկոս որ ժողովրդի մեջ ունի, այդքան էլ պիտի ունենա պարլամենտում։ Եվ ներկայացուցչական, երկուսն խախտում է։ Բայց հիմա դա մնացել է շրջանառության մեջ։ Եվ այս որ նախնական մարտին պիտի ավարտե ինչ է, ստեցին։ Այդ որ ասում եմ անբարոյական, փչացած, դա նկատի ունեմ։ Նիկոլը ինքն էլ է փչանում, իր շրջապատի մարդկանց էլ է փչացնում, որքան կարող է, որովհետև փչացածը հեշտ իշխում է փչացածների վրա։ Եթե ազնիվ մարդ են, օրինակ, գիտենք, չէ, իր շրջապատում եղել են մարդիկ, որ շփրտել դուրս են եկել։ Նույնիսկ, այսինքն ինչ որ հարցերում իրենք
ասում են լավ, սա արդեն վերջն է։ Նույն Օնիկ Գասպարյանը, որ հիմա ուզում է խոսել։ Հիմա տեսեք, երբ ինքը ասում է, որ մենք սահմանադրությունը պիտի փոխենք ու դրա մեջ ինքը իր մոտեցումներն է ներկայացնում, կարող է բնական թվալ, բայց դա ինքն իր ավճություն է։ Դու վարչապետի պաշտոնում կարող ես անել միայն այն, ինչ նախատեսված է վարչապետի անելու համար։ Դու եթե հանձնաժողով ես ստեղծում, պիտի լսես հանձնաժողովին։ Իր վրա քրեական գործերի փունջ կա, եւ ես դրա համար է, որ կազմակերպել եմ վաղվա բողոքի ցույցը, ընդհանուր միջև Նիկոլը իրավունք չունի մասնակցել ընտրություններին կարգախոսով, որովհետեւ առաջիկա ընտրություններ են կուսակցությունների վերաբերյալ, դա կուսակցական ընտրություն է, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, մանավանդ նրանք, ովքեր որ իսկապես ընդդիմադիր են, նրանք պիտի ընդունեն մի բան, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը այդպես կոպտորեն ու բացահայտ խախտող իշխանությունների պայմաններում նրանց վերահսկողությամբ, ի վերջո նրանց վերահսկողությամբ է։ Արդար ընտրություններ լինել չեն կարող։ Դրա համար մենք կոչ ենք արել, որ 5 շաբթի օրը ժամը 5-ին բոլոր այն քաղաքական ուժերը, որ հասկանում են, որ ընտրություններից հետո յետընտրական այդ գզվրտոցը ջիքերը ավելորդ են։ Հիմա պիտի ինչ-որ բան անել։ Իսկ հիմա անելիքը հետևյալն է։ Բոլոր քաղաքական ուժերը իրենց մարդկանց ինչ-որ խմբով պիտի գան վաղը, արդեն դա եղել է անցած շաբաթ, 3 քաղաքական ուժ միացավ։ Եվ պիտի ասենք, որ դու քո ես իրավախախտումներով, ընտրախախտումներով իրավունք չունես մասնակցելու ընտրությանը։ Դու խախտել ես այն օրենքը, որով մենք գնում ենք ընտրության։ Կուսակցությունների մասին օրենքն է նախընտրական ամբողջ փուլը ապահովում։ Այնպես որ ես միայն որպես քննադատ չեմ խոսում, ես խոսում եմ որպես պրակտիկ գործունեություն իրականացնող մարդ։ Այդուամենայնիվ կպահեն աշխարհի քաղաքական ուժերից ինքը ի վերջո ունի այդ բառն օգտագործենք, էլի դաբրո, թե ասել են գնացեք հավասար պայմաններով։ Պուտինը ուղիղ ասեց, որ Ռուսաստանը մեծ ուժերին եւս թողեք մասնակցեն, ընտրության է գնում, խնդիր չի։ Տեսնենք ընտրության ընտրապայքարում ում կտա ձայնի ժողովուրդը։ Պուտինը ցույց տվեց վերաբերմունք, որ իրեն է ձեռնտու։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանն էլ վկայակոչեց մեր սահմանադրության ընձեռած հնարավորությունները։ Մեր սահմանադրության մեծագույն խախտում է այն, որ Հայաստանից դուրս ապրող քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիները, անկախ նրանից ուրիշ պետության քաղաքացի են թե ոչ, եթե Հայաստանի քաղաքացի են, սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եթե Հայաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, Հայաստանից դուրս եկած Հայաստանի քաղաքացին կամ դրսում Հայաստանի քաղաքացի, այսինքն Հայաստանի տեր դարձած մարդիկ, բոլորը պետք է քվեարկելու իրավունք ունենան։ Կար, պարոն Արիկյան, չէ՞։ Ժամանակին եղել է, մի 30 տարի առաջ եղել է, ուրեմն դա փոխեցին ճակերտավոր հայրենասերները, իրականում աթոռի համար սատկացները։ Ինչու՞ որտեղ ազդեցություն չունեին նրանց վրա։ Որովհետև ազդեցություն չունեին եւ նրանք ուզում էին ամեն կերպ իշխանություն ունենալ։ Հիմա էլ կան մոլորյալներ, որ ասում են, բա ինչի՞ պետք է նա դրսում ապրի ու քվեարկի։ Լսիր, փոքրիկ անգրագետ։ Հայաստանը հզոր է իր քաղաքացիներով։ Թվում է, թե Հայաստանը հզոր է այստեղ ապրող բնակիչներով, բայց որևէ պետություն հզոր է իր տանտերերով։ Տանտերերը Հայաստանի քաղաքացիներն են, անկախ իրենց այդ պահի աշխարհագրական վայրից։ Այլ ինչ ենք Սփյուռքի մասին, այո, իհարկե։ Հա, Սփյուռքի մասին այդքան խոսում են, Սփյուռքի 1/3-ը Հայաստանի քաղաքացի է, լավ, 1/4-ը։ Հիմա դուք այդ 1/4-ին զրկում ես։ Հայաստանից գնացած մարդիկ կան, որ նոր Սփյուռքն են կազմում։ Այսինքն, որքան ընտրող որ կա Հայաստանում, դրա կեսի չափ էլ ընտրելու իրավունք ունեցող կա դրսում։ Հայաստանի սահմանադրության խախտում է նախկինների կողմից ընդունված եւ սրանց կողմից պաշտպանվող Հայաստանի քաղաքացին դրսից քվեարկելու իրավունք չունի դրույթը։ Մեծ խախտում է։ Կրկնում եմ, սահմանադրության մեջ ասված է, ամեն մարդ հավասար է օրենքի առաջ, մարդիկ օրենքի առաջ հավասար են։ Քեզ ով է իրավունք տվել աշխարհագրական վայրի պատճառով կամ մի քանի տանտերեր լինելու պատճառով ինչ որ քո տանտիրոջ գործերին թույլ չտաս մասնակցել։ Դա խախտում է։ Ես իմ սահմանադրության նախագծում այդ հարցը ուղղում եմ, բայց ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող, նաև այլ երկրի քաղաքացի մարդը, որ որոշակի ժամանակ Հայաստանում չի ապրել, նա չի կարող լինել տեխնացու եւ այլն, դա բոլորին է վերաբերում։ Դա վերաբերում է եւ Հայաստանում ապրողներին եւ դրսում ապրողներին։ Այդտեղ խնդիր չկա։ Եվ երբ Պուտինը խոսեց իր տեսակետով կարևոր Ռուսաստանի համար կարևոր հարցերի մասին,
հակադարձումը օրինական էր։ Այնպես որ գիտեք, չէ, ասում է փչացած ժամացույցն էլ օրվա մեջ 2 անգամ կանգնած ժամացույցը ճիշտ ժամը ցույց է տալիս։ Հիմա դա Նիկոլի այդ պահն էր, որ ինքը ասեց մեր սահմանադրությամբ եւ այլն։ Այդ ո՞նց եղավ, դու սահմանադրության մի դրույթը հիշեցիր, բայց մյուս դրույթները չես հիշում։ Իսկ անառարկելի խախտում ես կուզեմ ասել, որ մարդիկ չզարմանան Հայրիկյանն ինչի ասում, իրեն հայրենիքի դավաճանության մեջ են մեղադրում, հազար բանի մեջ, չէ, իսկ իմը շատ հստակ է։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը պահանջում է, որ կուսակցությունից, մանավանդ ընդդիմադիր կուսակցությունից ստացված առաջարկը դու քննարկես։ Նիկոլը չարաշահելով իշխանությունը 5-ից 10 տարի է հասնում դրա համար։ Կամ անփութությամբ 10 անգամ է պատկերացնում եք, հատուկ տալիս է, այնքան խելք չունի, որ մտածի, Հայրիկյան ինչի է սա տալիս ու կրկնում, չի հասկանում, որ ես չեմ քննարկելու։ Այլ ինչ կար այդ դրույթը, ուրեմն այդ դրույթի խախտումը պիտի բոլոր քաղաքական ուժերին պարտավորեցնի։ Լավ առիթ ունենք, Հայրիկյանը գործի 99%-ն արել է։ Մի հատ գնանք հրապարակավ կանգնենք եւ այդ ժամանակ դուք կտեսնեք, որ ասում են դաբրո ունի, թե չի ունի։ Հենց որ տեսնեն, որ հայերը արժանապատվություն ունեն եւ չեն ընդունում խրտվիլակին, ասեն չէ, մենք սխալվել ենք այս ազգի վերաբերյալ։ Դրա չի քննարկվում, բայց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆը Պարույր Հայրիկյանի հետ համաձայն չի։ Նա նշում է, որ Փաշինյանն եւ Ալիևը այժմ լավ ընկերներ են եւ օրինակ այս համաձայնությանը, որ հասել են նրանք, հասել են 6 շաբաթում։ Ուիտկոֆը նշում է, որ պայքարել են հայերն ու ադրբեջանցիները այս պատերազմում 37 տարի եւ հիմա նրանք լավագույն ընկերներ են։ Դա վերջում չի ասի կեցե մայիսի 1։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Նվաճված Չեխոսլովակիան նույնպես Հիտլերի լավագույն ընկերն էր։ Այդ մանկապարտեզային բաները թող պահեն, Բիտկոֆը եւ մյուսները թող գնան կարդան 40 տարի առաջ, ներողություն 40 չէ, 37 տարի առաջ Congressional Record-ում տպագրված սենատոր Հելմսի խոսքերը ուղղված Ամերիկայի նախագահին։ Պարոն նախագահ, Պարույր Հայրիկյանն ասում է, որ Գորբաչովը եւ մյուսները լինելով կոմունիստ չեն կարող լինել դեմոկրատ։ Մենք պետք է մտածենք, օգնել նրանց թե չօգնել։ Ես կարծում եմ, որ Պարույր Հայրիկյանը ճիշտ է։ Մենք պիտի օգնենք ժողովրդավարական ուժերին եւ ոչ բռնապետական Գորբաչովին։ Հիմա թող կարծա, եթե ինձ հակադրվում է, պատկերավոր ասեցի, ես հասկանում եմ, կամ պիտի ասեր պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին կողմ դարձրած Ալիևը բռնապետ է։ Բայց երբ Նիկոլը չի ասում, որ Ալիևը բռնապետ, Ալիևի որդի բռնապետն է, դեմոկրատական երկրներն էլ իրենց էշի տեղ են դնում, կներեք, պարտավոր է ասել, իրենք չգիտեն, որ Ալիևը բռնապետ է։ Ամերիկայից 30 դիվանագետ շպրտեցին դուրս, որովհետև դիվանագիտությանը ոչ հարիր գործունեությամբ էին զբաղված։ Բայց ինչի է ձեր սիրելի արևմուտքը Եվրոպան աչք փակում այս բռնապետական։ Որովհետև այլն դրանք չի տեսնում։ Տիրանների։ Այն ժամանակ, երբ որ Գորբաչովը փորձում էր Արցախյան շարժումը ճնշել, այն ժամանակ ամբողջ աշխարհը բացեք են թվերի լրատվությունը, գիշեր-ցերեկ Պարույր Հայրիկյանն ասեց, Պարույր Հայրիկյանը փոխանցեց։ Լրատվական պատերազմը ես մենակ եմ հաղթել այն ժամանակ։ Ինչ են դասում, աշխարհը տեսնում է։ Չէ, ներողություն։ Այն աշխարհը եւ այս աշխարհը նույն արժեքով ապրողն են։ Դու պիտի որակ ցույց տաս, որ նրանք արձագանքեն։ Հայաստանը պիտի որակ ցույց տա։ Հայաստանում քաղաքական ուժերը հավաքվել են այսօր, գնում են ընտրության աթոռի համար եւ ամեն մեկ իրեն փրկիչ է հայտարարում։ Այն դեպքում երբ Հայաստանում կա նախագիծ, որը փրկիչ չի ասեմ, այլ ճակատագրի տեր է դարձում քաղաքացուն։ Մենակ պատկերացնում եք, որ մենակ այդ Վարդան Ղուկասյանի կուսակցությունը տեսավ, լսեց ու հասկացավ, որ Հայրիկյանի ասածը կարևոր է։ Այսօր էլ մի հոդված եմ ստացել շտաբի պետից, որտեղ էլի է խոսում, չնայած մենք գործնական հարաբերությունները ավարտել ենք, բայց նրանք էլի են նշում, որ մեր առաջնահերթությունը Պարույր Հայրիկյանի սահմանադրությունն է։ Իդեպ լուրեր տարածվեցին, դուք կուսակցության հետ եք գնում ընտրության, ճիշտ է դա։ Չէ, բանակցում ենք, այդ բանակցելու ընթացքներ, գիտեք, բանակցությունը ինչպես է սկսել։ Մենք հայտարարություն ենք արել, որ թքել ենք այս տեսակ ընտրության վրա, անկեղծ եմ ասում, այսպես պարզ։ Մարդ, որ մաքուր ջուր է խմել, իրեն երբ ճահճա ջուր են տալիս, կամ կեղտա ջուր են տալիս, չի խմի։ Մենք հասել ենք մի մակարդակի, այն էլ 60 տարվա ճանապարհ անցած քաղաքական կազմակերպություն է։ Թող մեկը, այս բոլոր կուսակցությունները Հայաստանի, որ իրար հետ հավաքվեն, ազգի համար չեն արել մեր արածի նույնիսկ 10%-ը, որովհետև պետականություն չունեցող ազգը 0 է։ Մենք Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա դարձնելու հետևողական աշխատանքով հասել ենք արդյունքի։ Հիմա մենք հայտարարեցինք, որ մարդիկ 12 տարի է շրջանառության մեջ է դրված բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը եւ այդ սահմանադրությամբ
եթե մենք գնանք ընտրությունների, Հայաստանը դառնում է նախ քաղաքացիների իրական սեփականությունը, հետո աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Եվ ով որ այսպես ենք ասում, մենք հետեւաբար մենք ունենալով այդպիսի նախագիծ եւ դրա կյանքի կոչված չէ, վերացական չէ, մենք տվել ենք, իրենք հատուկ խուսափում են, չեն քննարկում։ Մենք էլ կարծես ինոշան բողոքի են բանի որ մենք չենք մասնակցում այս ընտրությանը, բայց բացառիկ դեպքում, եթե քաղաքական ուժերը կհասկանան, որ առաջնահերթությունը երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելն է եւ դաշինք կձևավորվի, մենք կմասնակցենք։ Մենք կարծում ենք, թե գոնե մի քանի քաղաքական ուժ, որ իրենց ազգային են կոչում կամ ժողովրդավարական են կոչում, կասեն լավ, մենք գալիս ենք միասին գնանք այդ նպատակի համար, որպես առաջնահերթություն։ Արձագանքից դոկ կուսակցությունը եւ իդեմս Լևոն Բաղդասարյանի արձագանքեցին, համաձայնեցին եւ սկսեցին բանակցությունները։ Հիմա գնալու եք միասին։ Ներողություն, սկսեցին բանակցությունները։ Բանակցությունների ընթացքում պարզվեց, որ մեր այն պահանջը, որ դաշինքով պետք է գնալ, իրենք դա չեն քննարկում, այսինքն դեմ են։ Մենք նորից ներկայացրեցինք մեր պայմանները, իրենք ասացին մենք չենք կարող դա ընդունել, դուք ընդունում եք մեր մեծագույն գաղափարը, բայց ուզում եք ձեզով, չնայած ինչ, մենք այմը շատ հանգիստ ասեց։ Մենք չենք, ինչպես առաջի կետում նշել ենք, մարտի 30-ի մեր հայտարարության մեջ, մենք այս տեսակի ընտրությունների չենք մասնակցում։ Պարոն Արիկյան, ԱԻՄ-ը չի մասնակցում ընտրություններին, ոչ էլ դոկուսակցության հետ։ Որևէ մեկի հետ, ասինքն կարող է դոգը չլիներ, հիմա արդեն ուշ է, եթե ուզեն էլ, ասենք հասկանան խելքները հիմա հասնի, ասեն դաշինքով գնանք, մենք չենք դաշինքով ախր 8% կհավաքեք, դուք կհավաքեք։ Ես մահափորձի գիտեք ինչի եմ ենթարկվել, որովհետև լսեք, ունեի 1% մինչև մահափորձը, 15 օրվա ընթացքում մարդկանց սկսեցինք ներկայացնել, թե ինչ դերակատարություն են, դարձավ 15%, սարսափեցին, որ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում այդ 15-ը կարող է դառնալ 30 ու որոշեցին կրակել, գիտեք, կրակեցին անկամ բանտ, ես ներել եմ, արդեն դուրս են եկել, վայելում են կյանքը, բայց նստեցին ինչ-որ տարի։ Այսինքն ես փորձ ունեմ, որ եթե մարդիկ իմանան Հայրիկյանը ինչ ճանապարհ է անցել, ԱԻՄ-ը ինչ է արել, դա պետք է ընդհանրապես հիշեցնել։ Մանավանդ շատ հզոր գործոն է, սա ինձ ասեցին Gallup International այդ կառույցի ներկայացուցիչները։ Ասում մենք չենք հասկանում, ձեր վարկանիշը ցածր է, այն դեպքում երբ պետք է լիներ ամենաբարձրը, որովհետև երբ մարդկանց հարցնում ենք ում եք համարում ամենածրագրային գործիչը, բոլորն ասում են ԱԻՄ Հայրիկյան։ Այսինքն մնում էր մի քիչ աշխատանք տանել։ Այդ 8%-ը չի հետաքրում։ Մենք բանակցել ենք հստակ, դաշինքով կգնանք նրանց հետ, ովքեր որ մեր սահմանադրության նախագիծը համարում են առաջնահերթություն։ Պարոն Հայրիկյան, ախր Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն, դաշինքը մարդիկ անհանգիստ են, որ կարող է չանցնի փոշիացնել։ Այսպես դուք խոսում եք ինչի։ Դուք ռեսուրսներ ախր։ Դուք խոսում եք ինչի մասին, ես խոսում եմ ինչի մասին։ Ես ասում եմ մեր հայտարարությունը։ Դուք ասում եք ախր դուք ոչ ռեսուրս ունեք, ոչ բան ունեք, ո՞նց եք այդպես անում։ 13 թվականին ես ռեսուրս ունեի, որ այն հասա, որ 3 հոգու ուղարկեցին մահապատժի, ցմահի։ Խաղ չէր կրակել տեխնացուի վրա։ Ուրիշ տեխնացուի վրա կրակած կան մեր պատմության մեջ։ Չէ, մի հատ մտածեք ինչի դա եղավ։ Որովհետև տեսան, որ Հայրիկյանի ներուժը, գիտեք, հա, դուք ճիշտ եք ասում, այդ քաղաքական ուժերի անունները որ տեսեք, նա նյութով են չափում ամեն ինչ։ Բայց ես քաղաքականությունը ռեսուրս է, անկախության հանրաքվեի գաղափարը, մի հատ ռեսուրս է հաշվեք։ Ես կարողացա ստիպել Գորբաչովին օրենք ընդունել հանրաքվեի մասին։ Փողով չստիպեցիք, դուք գաղափարով ստիպեցիք։ Այո, գաղափարով։ Որը տարածվա, որը համաժողովրդականության մեծ վայրում ունեցավ։ Բայց հիմա քաղաքականությամբ զբաղվելու համար ենթակառույցներ են պետք։ Փող ունեք։ Ներողություն։ Դուք ասում եք գաղափարը այն ժամանակ կարող էր աշխատել, հիմա չէ։ Հա։ Որտեղ փչացրել են մեր մարդկանց։ Ես էլ կուքնեի, որ այդ փչացածությունից դուրս գան։ Միայն իմ մի երգը, դե եկեք եղբայրներ մենք միանանք, միասնությամբ ենք անպարտենք, այս մասը լսեք հատուկ։ Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք ամեն տեսակի կապիկներից։ Այդ մենակ դա մի հատ ուրիշ մթնոլորտ է։ Հիմա դատավորին ո՞նց եք այդ կապիկներից ազատելու, որ հիպոթեք ունի ու սենց ասում ախպեր ինչ անեմ ձեռներս բանը։ Այդ տեսեք ես դրա փորձներ ունեմ։ Կարինե Դանելյան, նրա հայրը եղել է իմ երրորդ դատական գործի դատավորը։ Օրենքով ինքնից պետք է ճանաչի ռեցիդիվիստ։ Օրենքի պահանջն է։ Երկրորդ անգամ որպես հակասովետական դատվող դիմի ռեցիդիվիստ։ Ոչ միայն ռեցիդիվիստ չնշանակեց։ Խախտեց օրենքը եւ այնտեղ էլ գրեց, բանտում կարդում էին մյուս քաղաքականները, ասում են ձեր դատավորը չհասկացանք, փաստաբանը գրում է, որպես Հայրիկյանի առողջության վրա կալանքը չանդրադառնա, մենք ռեցիդիվիստ չենք ճանաչում։ Կարինե Դանելյանի հայրը, դատավոր Դանելյան,
Եվ բացի այդ, ԴԴԽ-ը պահանջել էր 10 տարի ռեցիդիվից 4 ելաքսոր, տվեց 7 տարի կալանք ստրույ, խիստ ռեժիմ։ Ուզում եմ, ես տեսել եմ նաև խոսքի ուժը պետք է գնահատել։ Աստվածաշնչում որ ասված է, ի սկզբանե խոսքը Աստված էր։ Իսկ այստեղ դու տալիս ես մի բան, որ ամբողջ մարդկության համար է կարևոր։ Ես նկատում եմ բացարձակ ժողովրդավարության այդ համակարգը։ Ոչ միայն Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, այլ մենք մեր քաղաքակրթությունը հասցնում ենք մի նոր աստիճանի։ Ախր հիմա ժողովրդավարությունը ինչ որ բանի տեղ դնում են։ Կիսատ պռատ է։ Ճիշտ է ծնում իրավունք էլի, ոչ թե հակառակ։ Ներողություն, այդպես չի։ Ուրեմն ուժն է ծնում իրավունք ասողը որոշակի իրավիճակում, երբ պետք է ուժով ինչ-որ բան հաստատել, որ տեսեք Ալիևն էլ ասում, չէ, ուժն է ծնում իրավունք։ Հա, ու հաստատեց մարդը։ Բայց դու գիտեք, որ իրավունքը չի կարող ուժի ենթակա լինել։ Հենց ուժը եւ իրավունքը իրար կողքի դրեցին, նշանակում է դու անգրագետ ես։ Իրավունքը բարձրագույն ուժն է։ Ձեզ համար բան է։ Ես դրա համար Ալիևի օրինակն եմ բերում ձեզ։ Բացահայտում է, որ հիմա անգրագետներն են ղեկավարում աշխարհը։ Եթե այդ տեսանկյունով եք նայում, բայց այդպես Կներեք, դուք հիացած եք, պարոն, ԱՄՆ նախագահով հիացած եք։ որոշ հարցերում ոչ թե հիացած եմ, այլ ուրախ եմ, բայց որոշ տեսեք ինչ։ Որ հաս անգամ հակասում այնքան ուրախ եք։ Անցյալ փուլում Բայց Նիկոլի վրա չեք զարմանում։ ինքը երբ նոր էր ընտրվել նախագահ, ինքը ասում էր, որ ամերիկան ամեն ինչից առաջ է, ամերիկացիները պետք է զբաղվեն ամերիկյան հարցերով։ Ես ասում եմ, որ սա հակասում է Ամերիկայի առաքելությանը։ Ամերիկան աստծո կողմից ստեղծվել է որպես մի նոր նոյան տապան, ամբողջ աշխարհից հալածվողները հավաքվեցին Ամերիկայում։ Խեղճ հնդիկներին դրա սպանին։ Ամբողջ, բայց գիտեք, հետո հնդիկներին վնաս տվողներին Աստու կամոք այսօր Ամերիկայի տարածքների զգալի մասը պատկանում է հնդկացիներին Ամերիկայի ներողության տեսքով։ Գիտեք, չէ՞ ռեզերվացիաներ, ինչ հսկայական տարածքներ են։ Ուզում ասել այնպես չի մացած ամերիկաները թարբեր բաներ են։ Չէ, հիմա թույլ տվեք ես մի տեսեք։ Այո, ես այն ժամանակ համարում եմ, որ Դոնալդ Թրամփը մեծ սխալ է թույլ տալիս, որ իզոլացիոնիստ է, մեկուսապաշտ։ Հիմա որ ինքը այդ մեկուսացումից դուրս եկավ, ես ասում եմ լավ է որ դուրս եկավ, բայց երբ ինքը հանդիպում է մեր մեղքով հանդիպում է Ալիևի հետ եւ Ալիևին համարում է կարքին տղա, բռնապետին։ Ես հասկանում եմ, որ դա մեր մեղքն է, որովհետև մենք Նիկոլի մասին չենք հնչեցրել, որ մենք Նիկոլը մեր մարդը չի, մեր ներկայացուցիչը չի, ինքը սովորական անբարոյական անձ է, նյութապաշտ ստախոս։ Այդ անձը օրենքներ է վանանում, թելադրում, մեր կյանքը ինքն է։ Մուսոլինին է թելադրում, ինքը չի թելադրում։ Մեկը մի հատ Մուսոլինի կար, որին պատիտա գնդակահարեցին, Սերժ Սարգսյանը մտածեց Մուսոլինից խելոք կլինի, Մուսոլինի օրենքով ապրի, կարող է իրեն չեն էլ ասել այդ օգնականները, այսպես կոչված սահմանադրագետներ։ Ու հիմա Նիկոլն էլ ասում է ինչ լավ է։ Այնպես որ Նիկոլի առանց քայլերը գալիս են անցյալում մարդկության թշնամիների քայլերից։ Եվ այսօր ուր է տանելու դա։ Դա տանելու կործանում։ Ինչ մենք չկործանվող ազգ ենք, ես գիտեմ որ չկործանվող ազգ ենք եւ ավելին առաքելական մեծ դերակատարությամբ։ Դրա համար ասում եմ, որ այս բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը քաղաքացուն երկրի տերը դարձնելուց Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկրի դարձնելուց բացի մեր քաղաքակրթությունը բարձրացնելու եւս մի մակարդակի, որից հետո ցանկացած պետության պետական համակարգի մասին տեղեկանք է լինելու, թե որ պետությունը քանի տոկոսով է ժողովրդավարական։ Իսկ ձեր ասածը քիչ առաջ որ ասեք ժողովրդավար, ճիշտ է, կիսատ պրատ ժողովրդավարությունով, կիսատ պրատով է ինչ հավանում, ոչինչ հավանը։ Իսկ մենք գտել ենք իսկապես կատարյալ ժողովրդավարության բանաձևը ու համոզված եմ, որ կլինեմ, թե չեմ լինի, հետո պիտի այսօրվա սերունդ, այսօրվա երեխաներն ասեն, այ մարդ, լավ մեր ծնողները չէին հասկանում Հայրիկյանն ինչ հասարակ բան է ասում։ Լավ, եթե չէին հասկանում, չէին հիշում, որ այդ մարդը իրենց մի ժամանակ ասել է անկախություն, իրենք բոլորով ասել են ոչ, բայց հետո գնացել են իր ասած ճանապարհով քվեարկել են։ Երեխաները պիտի զարմանան, բայց ես իմ ճիքերը պիտի շարունակեմ, իրավունք չունենք հուսահատվելու, որովհետև ես եւ դուք չենք ուզում կործանել։ Մեր ընկեր Փանջունից ոնց է ձեր Նա սոցիալիստ էր։ Ես քրիստոնեավար եմ։ Այնպես որ նա ճիշտ է ասում։ Փաշինյանն ինչ է։ Նիկոլ Փաշինյանը այն եթե մարդը համարձակվում է 40 տարեկան հասակում խոսել ռևկոմ ստեղծելու մասին, դա ընդհանրապես գժերի գագաթն է։ Անկախ Հայաստանում խոսում է հրապարակային հայտարարություններ։ Մենք ռևկոմ ենք ստեղծել, այս գիժը որտեղից մեզ պատողոսեց։ Կամ ասում է գրեք դուխով։ Հասկանում եք, մոռանում են մարդիկ։ Բոլորի ճակատին ու քամակին գրած էր դուխով, չէ՞։ Բայց ինչ եք անել։ Առաջինը զեզով ասաց է դուխով հանեք գրեք դեբիլ։ Դեռ 18 թվականին։ Հանեցին։ Դուխովը հանեցին, բայց դեբիլը մոռացել են գրեն։ Պարոն Հայրիկյան, իսկ հիմա դուք ինչ եք տեսնում, էլի, այսինքն մենք ուր ենք գնում եւ ինչպես իսկապես հնարավոր է
այս ռեժիմից, որովհետև սա միայն Փաշինյանով չի պայմանավորված, էլի։ Առաջին առարկայական քայլը, շնորհակալ եմ, լավ հարց եք տալիս, ինչ պիտի արվի։ Առաջին առարկայական քայլը այն է, որ վաղը բոլոր ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերը գան ժամը 5-ին կառավարության դիմաց եւ ասեն Նիկոլ Փաշինյան, դու մեր ազգի հետ ոչ մի կապ չունես։ Եվ բացի այդ, քանի որ դու հանցագործ ես, իսկ ապացուցված է, ես հաղորդում եմ տվել դատախազությանը։ Էնել Գեդինը կմտնիկ ասի Հովակիմյան ջան, всё, մենք չենք մասնակցում։ Ներողություն, դուք շատ լավատես եք։ Ես այդ Աշկյանի լավատես Ես ռոմանտիկ եմ, հա։ Վատ բան չի, միջայլոց ինձ ռոմանտիզմը շատ է փրկել։ Երբ վերջերս վերլուծում էին, թե ես ոնց եմ այդքան տարի մանավանդ կարծերներին ու պատժաբանտերին դիմացել, ես հիշեցի, որ այդ բանտերում այդ ժամանակ երազում էի, որ ես կարող եմ պատից դուրս գալ ու քայլել։ Հետո հիմա որ ուզում եմ հիշել, թե կարծերում ինչ կար, ես այդ չեմ հիշում։ Ես հիշում եմ իմ հեքիաթները։ Այսինքն ռոմանտիզմը կարող է նաև փրկարար դեր կատարել։ Առաջին քայլը Ուրեմն, եթե դուք առաջին քայլը այն է, որ մենք գիտեք, բոլոր նրանք, ովքեր ազնվորեն ուզում են, որ Նիկոլը չխանգարի մեր ժողովրդին, դրա համար են չեմ մտել ընտրապայքարի, ուզում են, որ հեռանան իրենք փոխարինեն։ Վաղը պիտի գան ասեն, որ քանի որ դու արդեն օրենքները խախտում ես, Պարզի ընտրության ժամանակ էլ խախտես։ Արի հիմիկվանից մենք քեզ մերկացնենք, որ դու Հայրիկյանի գրած այս բանով, որ դու խախտել ես կուսակցություն, իրավունք չունես ընտրություններին ընդհանրապես մասնակցելու։ Որ ասի ունեմ, ասում եմ, բա ինչ ես խախտել կուսակցությունների մասին օրենքը։ Ես եթե խախտեմ կուսակցությունների մասին օրենքը, օրինակ ասում ես նորաստեղծ ուժեղ Հայաստանը, կամ Ռոբերտ Քոչարյանի այդ դաշինքը, կամ Գագիկ Ծառուկյանը, կամ ես որ խախտեմ ես համագումարում մի մարդ պակաս լիներ, դուք փակելու եք, չէ՞ մեր կուսակցությունը։ Բա դու ավելի մեծ խախտում ես արել։ Եվ դա պետք է հնչեցնել։ Հնչեցնելուց հետո հասցնել եվրոպական կառույցներին, ովքեր ուզում են նաև անկեր Պուտինին կհասցնեն, ով ուզում է կամ Իրանի այաթոլլային կարող են հասցնել, որ այս մարդը ընտրախախտ է, ինքը մեր հետ կապ չունի։ Հետո գալիս է հաջորդ պահը։ Մենք ոչ միայն ասում ենք, որ դու ընտրությունները օրենք խախտող մարդ ես, իրավախախտ ես, այլ դու իրավունք չունես մասնակցելու ընտրություններին, որպես կոռուպցիոն հանցախմբի ղեկավար։ Հանցախումբ, որ ասում ես, դրա մեջ մտնում է նաև դատախազը, որովհետև դատախազը պիտի պատասխանած լիներ։ Առաջ գիտեք ինչ էին գրում էին պարոն Հայրիկյան, դուք փաստեր չեք ներկայացնում։ Հիմա որ մենք փաստեր ներկայացրինք 100%-անոց, չեն էլ պատասխանել։ Արդարադատության նախարարները վերջին փունջ է, եւ նրանք այնքան շատ չեն, նրանք այդքան շատ են երևում, քանի մենք լռում ենք։ Հիմա տեսեք, եթե ես այլ կարգավիճակում խոսեի ես բոլորի մասին, կասեին Հայրիկյան ուզում է վարչապետ դառնալ, դրա համար մեջտեղ է ընկել։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք կարգին երկիր, ձեր ասած կիսատ պռատ ժողովրդավարությունը չլինի, այլ լինի գոնե կարգին ընթացքի մեջ գտնվող ազգ։ Դրա համար ասում եմ, վաղ եկեք սկսենք, հրապարակավ, նաև ձեր միջոցով եմ ասում, չնայած գրել եմ, ուղարկել, խոսել ենք։ Վաղը գալիս են ասում ենք, որ բոլորս մենք որ քեզ դեմ ենք, վերացական դեմ չենք։ Փաշինյանը զգում է, որ հնարավոր է պարտվի։ Հնարավոր է պարտվի, այսինքն ինչ որ Փաշինյանը կհաղթի, եթե մենք այսօր նախնական քայլեր չանենք։ Ինքը երբ կպարտվի։ Կպարտվի, թե հենց այսօր այն սկսենք աշխատել։ Սերժ Սարգսյանի պես ի վերջո գործերի մեջ է, ղեկավարը դեմք է եղել։ Ասում է, եթե ընտրություններում խախտում անեն, յետընտրական պայքար։ Ինչ յետընտրական պայքար, Սերժ Սարգսյան։ Դու որ այդքան յետընտրական պայքարներ ես ճնշել։ Չգիտես, որ յետընտրական պայքարը այն թափը չունի, ինչ որ նախընտրական է։ Հիմա պետք է կանխել հանցավորության զարգացումը, ընդհանրապես ընդունված է, չէ՞։ Ավելի ճիշտ է, օրինակ առողջապահական համակարգում կանխարգել էլ հիվանդությունը, քան թե հիվանդանալ ու հետո բուժել։ Կարգ է, չէ՞, կանխարգել էլ։ Պետք է այսօր կանխարգել էլ։ Եվ ես այդ ուղղությամբ ամենալուրջ քայլերն արդեն արել եմ։ Մնում է Հասկացա, պարոն Հայրիկյան, իսկ ժողովրդի մեջ, հա դուք ասի կոնկրետ քաղաքական ուժերի անելիքը, ժողովրդի մեջ տեսնում եք այդ եռը, այդ բոյկոտի պատրաստակամությունը։ Գիտեք, առաջ իմ եթերները հետևում էին 2-3 հազար հոգի։ Ես հիմա ընտրությանը չեմ էլ մասնակցում, չէ՞։ Հիմա միջինը 10,000 է։ Ուղի եթերը մտնում եւ մոտ 10,000 մարդ նայում է։ Փոքր, այսինքն դա հո այն բանը չի, ես նույն Հայրիկյանն եմ։ Ուրեմն իմ ասածները մարդիկ սկսել են նկատել։ Եթե լինի նաեւ մյուս քաղաքական ուժերի առողջ աջակցություն, տեսեք, չեմ էլ ասում, որ իմ սահմանադրությունը ընդունել։ 17 քաղաքական ուժ իմ սահմանադրության նախագիծը ընդունել է, բայց առաջնահերթություն համարեց միայն դոկ կուսակցությունը։ Եվ հիմա էլ է ինքը այդ դիրքերի վրա կանգնած։ Բայց ինչքան ճիշտ կլիներ, եթե այդ ճիշտ համարողները առաջնահերթություն համարեին եւ մենք դաշինքով գնայինք, 3 ամիս հետո նոր ընտրություններ կանայինք արդեն նոր սահմանադրությամբ։ Ես լավատես եմ, որովհետեւ տեսեք, ճակատագրով եմ մեզ դրված։ Խնդրում եմ այս մասը
նկատի ունեցեք, որ հայերը չեն դա ասել։ Ըստ Աստվածաշնչի, որը հնագույն տեղեկությունների աղբյուր է, դրախտավայրը Հայաստանում էր։ Ըստ Աստվածաշնչի Նոյան տապանը եկավ Հայաստան։ Շարունակությունը համակարգված ձևով այսօրվա քաղաքակրթության հիմք հանդիսացող քրիստոնեական արժեհամակարգը համակարգայինորեն, այսինքն պետականորեն առաջին ընդունվեց Հայաստանում։ Աշխարհը այսօր այդ ընդունած համակարգի հիման վրա է քաղաքակիրթ։ Հենց դրանից խախտում է տեղի ունենում, Ալիևներն ու Նիկոլները ասպարեզում տեղ են ստանում։ Որպեսզի դա էլ վերացվի, մենք գտել ենք հաջորդ փուլը։ Քանի որ դիեզերական ընկալումով հայությանը տրված են եղել այս կարևոր բաները, շարունակությունն է, ես կարծում եմ, որ մենք շատ շուտով կունենանք հասունացած հասարակություն եւ այդ մեծագույն ներդրումը կկատարենք։ Այսինքն ներսից եռում են ու պայքարի պատրաստ են։ Ես պատրաստ եմ պայքար չասեմ, աշխատանքի եթերները, հա։ Այնպես չէ, ասենք լինում է նաև դեպքեր հաղորդում է լինում, շատ ինձ թվում է շատ հետաքրքիր է։ Օրինակ Հուշչյանի այդ հանդիպումը երեք տեսա, միանգամից 38,000 մարդ դիտեց։ Բայց լինում է նաև եթեր, որ բացատրությունը չունեմ, կարող է նաև խաղեր են տալիս, մինչամտում են, ասենք շատ հավանած ելույթ տեսնում, նաև ընդամենը 2000 մարդ։ Պարոն Հայրիկյան, հաղորդման վերջաբանն է մի քանի բլից հարց, որոնք sense ավելի կբացահայտեն ձեզ, դրանք տարողունակ են, բայց կխնդրեմ ամփոփ, շատ հակիրճ։ Եթե տարողունակ եմ, ոնց ամփոփ լինում։ Հա, օրինակ, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը ոչ միայն ինձ համար, այլ հայրենիք բառի ստուգաբանությամբ դա հայրերի, մայրերի սրբությունն է, որը եթե դու պատվում ես ծնողներից, իսկ պիտի պատվես, որպեսզի երկար ապրես, դա է բանաձև աստվածաշնչյան, դու պիտի պատվես ու հարգես։ Հայրենիքը ծնողներիդ սրբություններն են։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Կանխատեսումներ երբեք չեմ արել, բայց նախատեսումներ արել եմ ամբողջ կյանքում։ Ես ուզում եմ, որ Հայաստանը իսկապես մեկ ամենաշատ 2 տարվա ընթացքում դարձած լինի, այլապես շատ ծանր իրավիճակում կհայտնվենք։ Աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, այսինքն ինչպես քրիստոնյաների եւ նաեւ մահմեդականների համար, հուդայականների համար Երուսաղեմ համարվում է կարևորագույն ելակետ եւ հենակետ, այդպես էլ Հայաստանը արդեն քաղաքակրթված աշխարհի համար դառնալու է ժողովրդավարության փարոսը։ Հայաստանի ղեկավարը դուք եք, առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Առաջին որոշումը շուտապույտ կերպով կատարել սահմանադրական բարեփոխումներ, Հայաստանի քաղաքացուն դարձնել երկրի տերը, հետևել, որ ընտրությունները այդ սահմանադրությամբ կարգավորվեն։ Երկրորդը Հայաստանը դարձնել է բացարձակ ժողովրդավարության առաջին երկիրը, աշխարհի համար օրինակելի։ Երրորդը նույնպես մարդկանց հուշել, հասկացնել, որ մարդը չի երկիրը փոխում։ Տիգրան Մեծի պես մեծություն են ունեցել, բայց քանի որ ինքը չէր կարող այն ժամանակներում իմանալ դրա մասին, դեռ քրիստոնեությունն չէր եղել, խտրականությունը պետք է արմատապես բացառվի։ Մեր քաղաքակրթության հիմքում ընկած է մեկ բան, եւ բացարձակ ժողովրդավարության այդ նախագծով մենք երկրի կառավարմանը մասնակցելու հարցում քաղաքական այդ խտրականությունը քաղաքական գործունեության մեջ կբացառեինք։ Դրանք 3 հարցերին էլ ես ասացի, նույն պատասխանը տվեցի, որովհետև դա համադարման է։ Որ գիրքը հայ մարդը պետք է անպայման կարդա իր կյանքում։ Այնքան լավ գրքեր եմ կարդացել, մեկը մյուսից լավը։ Իհարկե Աստվածաշունչը ամենակարևորն է եւ մանավանդ նոր կտակարանը եւ հատկապես ուշադիր կարդալ են հատվածները, որոնք չես ընդունում, որովհետեւ ես օրինակ երկար տարիներ ասում եմ, ինչպես կարելի է եւ մի մտածիր վաղվա օրվա մասին։ Ոնց կարելի է այսպեսի բան ասել։ Հետո հասկացա, որ դա առանձին ասված չէ։ Ասում է այսօր ճիշտ ապրիր եւ վաղվա մասին մի մտածիր։ Այդ դեպքում վաղը ճիշտը կգա, բայց դա հասկանալու համար ինձ պետք եղավ մի քանի տասնամյակ։ Եվ հետո հասկացա, որ երբ դու ապրում ես վաղվա օրվա համար, այսօր կարող ես թույլ տալ բաներ, որոնք այնքան էլ լավը չեն։ Այսինքն դրա մեջ դրված է մի հիմնական միտքը։ Նպատակն արդարացնում եմ, եթե վաղը դառնում է նպատակ, այսօրը դառնում է միջոց։ Այնիշ դու այսօրվա կյանքում պետք է ճիշտ ապրես, վաղը ինքստին կյանքը գա։ Աստվածաշնչից հետո ինձ համար շատ լուրջ նշանակություն է, ասենք ճանաչողական ֆորսայթների պատմությունը, 3 ընկերները, Ռեմարկի, Ռոմեն Ռոլան։ Ես հայկական գործերի մասին որ խոսեմ, մեր դասական գրականությունը նստում է ամբողջությամբ մարսել եմ, հրապարակախոս Ռաֆին է ինձ շատ դուր եկել, ոչ այնքան վիպասան, այլ հրապարակախոսը
ժողովրդավարության առաջին դասերը սիրելից եմ ստացել ձոն երիտասարդությանը գործով։ Գիտեք, հիմա այս հարցը անակնկալ էր, որովհետև օրինակ բանը Բախի Ջոնաթան Լիվինգստոն գործը։ Ռիչարդ Բախ, այո։ Այո, ես հիշում եմ, որ ես այն ժամանակ կարդացի ու հասկացա, ես անհնարին թվացող բաներն եմ փորձել անել ու ինչ որ բաներ ստացվել է։ Գիտեք, Ձեզ տեսակ Ֆլետչերի դերում։ սովետական միության պայմաններում, գիտեք, ստեղծել կազմակերպություն, որը կգոյատևի, դա իմ մեծագույն ձեռքբերումն է եղել, որտեղ բռնում էին, վերանում էին, բռնում էին։ Իսկ ես այնպեսի համակարգ ստեղծեցի, որ դա միակ կազմակերպություն եղավ սովետական միության մեջ։ Շատ կարևոր է, ասենք, Ջեք Լոնդոնի գործերից այն բիզնեսմենի մասին գործը, իդեպ տունը, որ առա, ինձ ասում են, ես քեզով խորհուրդ տվեց ես հողը վերցնել, ասում եմ Ջեք Լոնդոնը։ Ասում եմ, ոնց, մահացել է, վաղուց ինչ կապ ունես, ասում են իրեն գործում, որ ասում էր կամուրջի որ կառուցեն, հողերը կթանկանան։ Ասում եմ, դրա համար էլ այս կամուրջը կառուցված չէր, այս հողը վերցրի։ Բայց այդ որպես նաև ռոմանտիկ գործ։ Շատ է։ Շատ լավ գրքերը շատ են։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Երեք մի այսպեսի բան գտա, բոլոր ասի մի հատ գնամ գրություն գրեմ, բոլոր վարորդները իր տնից դուրս գալուց առաջ, հենց մեքենայի ղեկին նստելուց առաջ իրենք իրենց ասեն, որ ես աշխարհի ամենահզոր մարդն եմ եւ հիմա դուրս եմ եկել լավություն անելու։ Որտեղ որ կտեսնեմ, որ որևէ մեկի լուսացույցը խփում է, պիտի հասկանա, որ նա ինձ խնդրում է, որ ես ճանապարհ տամ։ Որտեղ որ ու հիշեցի ռուս ընկերոջս խոսքերը Սիբիրում, Սինիցինյուրա հողորմի իրեն բացառիկ մարդեր, ասում է, պարոն, երբ տեսնում ես, որ մեկը խախտում է անում, ոչ թե անպատվի հայ, այլ օգնիր, որ նա արագ այդ խախտումը անի, դու չգիտես ինքը ինչի համար է դա անում։ Ասենք երջանկության բանաձև է։ Հետաքրքիր բանաձև է։ Հիմա երջանկության մասին դուք որ հարցնում եք, եթե մարդ կարողանա հասնել այն մակարդակին, որ հասկանա, որ կյանքը իրեն տրված է, որպեսզի բարություններ անի, շատ բան կփոխվի իր կյանքում։ Ես առաջին անգամ դա ինչպես զգացի, տնտեսական ծանր վիճակի մեջ էի, երեխաների հարցում օգնել եւ այլն։ Ինչ կյանք, ես սրան եմ արժանես, ինչ խայտարակություն է։ Ի վերջո արարել եմ, ամեն օր աշխատել եմ, նույնիսկ կյանքումս ոչ մի անգամ չեմ գնացել հանգստանալու որևէ տեղ, ավելորդ եմ համարել։ Մեկ էլ հանկարծ հասկացա, եթե այս դժվարությունները ես չունենամ, ուրեմն պիտի մերձավորները ունենային։ Ես դրանք հաղթահարում եմ, որ իրենք չզգան։ Ես ինչ երջանք, կյանքը փոխվեց։ Ուրեմն երջանիկ լինելու բանաձևը տվել են մեր նախիները, մտավորական օրինակ Ֆաուստը։ Բայց այստեղ շատ կարևոր մի բան կա, եթե կարող ես բարիք գործել, դա պիտի համարես գլխավոր։ Ջոնաթանի խոսքերն այն, Ռիչարդ Բախում։ Հա։ Հետո բանը բարիերը երևի հիշում եք, չէ՞, Վեժենովի կարդացած կլինեք։ Իրար մոտ են, չէ՞ մի քիչ բարիեր եւ այդ գործը։ Այդ բնույթի գործերն եմ սիրել, կամ Ստիպնոյ ռուսերեն եմ կարդացել որոշ գործեր։ Տապաստանային գայլը, այո, Հերման Հեսը։ Այնտեղ էլ հագին հետաքրքիր մտքեր կան։ Լավ գրքերը շատ են փառք Աստծո։ Ես էլ աշխատում եմ որոշ լավ գրքեր տալ, օրինակ հիմա Լուիսի ճանապարհին գործս անգլերենով շփոթ չի լինում, որ նամակ չստանամ, բան, նույնիսկ ամերիկյան կրթական համակարգի մեջ ուզում են ներգրավել։ Պարոն Հայրիկյան, անցնենք առաջ, որտեղ գրքերը իմ թույլ կողմնել են, ես կարողա տարվեմ։ Աստուն տեսնեիք, ինչ կասեիք։ Շնորհակալություն Տեր Աստված։ Ես մի գործ ունեմ գրել եմ KGB-ի բանտում, գործերի միտքն է հիշում, վերջերս արխիվիս աշխատողը գտավ բերեց։ Ասում եմ, Տեր, ես հիմա բանտում, ես միտքը պատմեմ, ես հիմա բանտում փորձում եմ այս ճանապարհ գտնել շուտ ազատվելու։ Շատ եմ խնդրում ինձ օգներ, բայց գիտես Տեր, չնայած իմ երկրային էությամբ ես ազատություն եմ խնդրում, բայց ինչ որ ճիշտն է, դու դա կատարիր։ Ես անչափորեն երախտապարտ եմ, որ դու քո տիեզերական անսահման տարածքներում ինձ փոշեհատիկից նկատեցիր եւ գործիքը դարձնելու պատվին արժանացրիր, այնպես որ Տեր Աստված, ինչ որ ճիշտն է, թող այդ կատարվի։ Այսինքն Տիրոջը որ հանդիպեմ, ասել եմ շնորհակալություն։ 77 տարեկան եմ հիմա, իմ ընկերները մի մասը ցավոք սրտի ծխելու պատճառով վաղուց չկան հիմնական մասը։ Եվ ես հասկանում եմ, որ ինչ որ բան անելիս դրական նաև անում եմ նրանց փոխարեն նրանց համար, նրանց երազները իրականություն դարձնելու համար։ Դրա համար Աստծուն միայն շնորհակալություն, փառք ես Տեր Աստված։ Վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Վախենում։ Առաջին անգամ երբ կարդացի ազգային միացյալ կուսակցության ծրագիր կանոնադրությունը, դա 67 թվականին էր, նրա վերջում կային աֆորիզմներ։ Այդ աֆորիզմները տարբեր մեծություններից համաշխարհային վերծված դրված էին, նրանց մեջ մեկը Կոնֆուցիուսն էր վերագրվում, ասում էր
զգալ պարտականություն եւ չկատարել վախկոտություն է։ Գիտեք, այստեղ ինչն է հետաքրքիր, որ վախկոտությունը այդտեղ նշված էր որպես ամենավատ բանը։ Այնտեղ չէր գրված, որ վախենալը վատ բան է, բայց միանգամից ենթադրում ես, էլի զգալ պարտականություն եւ չկատարել շատ վատ բան է, վախկոտությունը։ Հիմա որ ասում եք ինչից ես վախենում, աշխատում եմ վախ ապրելու պահին ասել Տեր Աստված, հեռացրու ինձ, չէ՞ որ դու ասել ես մի վախեցիր։ Աստված ասել է, չէ՞ մի վախեցիր, իշիրին դու մի վախեցիր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, որի հյուրն այսօր ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր։ Շնորհակալ ենք նաև ձեզ մեր ալիքին բաժանորդագրվելու համար, մեր Patreon-ին միանալու համար եւ իհարկե մեր վիդեոները տարածելու համար։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։